Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ, հարգելի գործընկերներ։ Ելույթը սկսեմ շնորհակալություն հայտնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը ինձ ցուցաբերած վստահության, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել լոգիստիկ հաղորդակցությունների խափանումների, տնտեսական ավանդական կապերի խզման, գերտերությունների միջև բևեռացման խորացման եւ փոխադարձ տնտեսական սահմանափակումների։ Այս ամենը փոքր տնտեսություններին ստիպում է վարել առավել հաշվարկված, հավասարակշռված եւ բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն։ Վերօրյալը պայմանավորվում է Հայաստանի կողմից որդեգրած տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության հետևողական առաջմղման քաղաքականությունը, որն ուղղված է ինչպես երկրի տնտեսական զարգացման նպաստելուն, այնպես էլ անվտանգության ապահովմանը։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ուղղությունը առանցքային տեղ ունի տնտեսական փոխկապակցվածության խորացման օրակարգում։ Այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի 4.7 միլիարդ դոլարից 2025 թվականին հասել է 21.4 միլիարդ դոլարի, ավելի քան քառապատկվելով։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունն այդ նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 6 անգամ, 1 միլիարդ 218 միլիոն դոլարից հասնելով 8 միլիարդ 40 միլիոն դոլարի։ Այսօր Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 37.5%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, բայց այստեղ ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել մեկ կարևոր հանգամանք։ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը չի սահմանափակվել մեկ շուկայով կամ մեկ ինտեգրացիոն ուղղությամբ։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 1 միլիարդ 220 միլիոն դոլարից հասել է 2 միլիարդ 502 միլիոն դոլարի, ԱՄՆ-ի հետ 162 միլիոնից 348 միլիոն դոլարի, Իրանի հետ 276 միլիոնից 768 միլիոն դոլարի, իսկ Չինաստանի հետ 481 միլիոնից հասել է 2 միլիարդ 641 միլիոն դոլարի։ Այս թվերը կարևոր են ոչ միայն որպես տնտեսական վիճակագրություն, դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը կարողացել է ընդլայնել իր կապերը տարբեր ուղղություններով, եւ իմ պատկերացմամբ առաջիկա տարիների մեր խնդիրներից մեկը պետք է լինի այդ հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը եւ տնտեսական կապերի շարունակական դիվերսիֆիկացումը։ Հարգելի գործընկերներ, վերջին գումարման ընթացքում հանձնաժողովը քննարկել եւ եզրակացությունները ներկայացրել 28 օրենսդրական նախագծերի, այդ թվում 19 կարևորագույն միջազգային համաձայնագրերի եւ արդեն իսկ վավերացված համաձայնագրերում փոփոխությունների վերաբերյալ։ Միջազգային կարևորագույն համաձայնագրերից են ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ փոխադրումների հետագծման, աուդիտորական գործընկերության, վերաապահովագրության եւ ապրանքների ծագման որոշման ոլորտներում մի շարք համաձայնագրեր։ Օրենսդրական կարևորագույն նախագծերից են եղել մաքսային կարգավորման մասին, ապրանքային նշանների մասին, լիցենզավորման մասին, պետական տուրքի մասին, վարչական իրավախախտումների մասին, արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքները եւ մի շարք այլ կարևոր օրենսդրական նախագծեր։ Բայց հանձնաժողովի աշխատանքը չի սահմանափակվել միայն խորհրդարան ներկայացված նախագծերի քննարկմամբ։ Խորհրդարանական վերահսկողության շրջանակում հանձնաժողովը պարբերաբար կազմակերպել է թեմատիկ քննարկումներ կառավարության ներկայացուցիչների, մասնագետների եւ գործարար միջավայրի մասնակցությամբ։ Քննարկվել են պետական գնումների մեր գործարարների մասնակցության խնդիրները, ներդրումային ծրագրերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, աշխատուժի ազատ տեղաշարժը, պարենային անվտանգությունը, արտահանման խոչընդոտները, էներգոարդյունավետությունը, արդյունաբերական կոոպերացիան եւ բազմաթիվ այլ հարցեր։ Այս աշխատանքը ցույց է տվել մի կարևոր բան. հանձնաժողովը կարող է
եւ պետք է լինի ոչ միայն օրենսդրական, այլև խնդիրներ բացահայտող եւ լուծումներ առաջարկող կառույց։ Հենց այս մոտեցումն եմ ուզում շարունակել եւ զարգացնել։ Հարգելի գործընկերներ, գաղտնիք չէ, որ այսօր մեր տնտեսվարողները շարունակում են բախվել ԵԱՏՄ շուկայում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը խոչընդոտող որոշակի խնդիրների։ ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ պետությունների տարածքով ապրանքների ազատ տեղաշարժն է։ Ուստի մեր հանձնաժողովի առաջիկա աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի առկա խոչընդոտների, բացառումների եւ սահմանափակումների բացահայտումն ու դրանց վերացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Ես կարևոր եմ համարում նաեւ հանձնաժողովի արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումը, որպեսզի մեր տնտեսվարողների բարձրացրած խնդիրները չմնան միայն գրավոր հարցումների կամ երկարատև միջգերատեսչական քննարկումների մակարդակում։ Պետք է կարողանանք արագ արձագանքել, բարձրացնել հարցը նաև գործընկեր խորհրդարանների առջև եւ հասնել գործնական լուծումների։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ առաջիկա գումարման համար հանձնաժողովի առջև դրված խնդիրը պետք է ավելի լայն լինի։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրումը չի կարող սահմանափակվել միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներով։ Հայաստանի ապագա տնտեսական հնարավորությունները մեծապես կապված են տարածաշրջանային կապերի զարգացման հետ։ Այստեղ ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր խաղաղության օրակարգին։ Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև տնտեսական կապերի, հաղորդակցությունների, առևտրի, ներդրումների եւ մարդկանց միջև կապերի զարգացման հնարավորությունն է։ Եթե խաղաղության գործընթացը շարունակվի եւ ամրապնդվի, ապա տարածաշրջանի երկրների միջև տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների նոր հնարավորություններ են ձևավորելու, եւ այդ նոր իրականությունը պահանջելու է նաեւ ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն։ Ես հանձնաժողովի ապագա աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը հենց սա եմ տեսնում։ Հայաստանը պետք է կարողանա իր խորհրդարանական գործիքակազմով մասնակցել տարածաշրջանային նոր օրակարգի ձևավորմանը։ Վրաստանի հետ պետք է շարունակենք աշխատել տնտեսական կապերի խորացման, առևտրաշրջանառության, ավելացման եւ փոխադարձ օրենսդրական խոչընդոտների բացահայտման ուղղությամբ։ Իրանի հետ պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր ունեցած հնարավորությունները, զարգացնելով առևտրային հարաբերությունները, ընդլայնելով տնտեսական համագործակցության շրջանակը եւ ամրապնդելով Հայաստանի դերը որպես Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև ցամաքային կապի կարևոր օղակ։ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր նոր փուլերում հանձնաժողովը պետք է պատրաստ լինի իր լիազորությունների շրջանակում նպաստելու տնտեսական կապերի հաստատման համար անհրաժեշտ օրենսդրական եւ խորհրդարանական աշխատանքին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին 1 տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը խթան է հանդիսանում նաեւ տնտեսական կապերի զարգացման համար, ինչը խաղաղության օրակարգի շոշափելի դրսևորումներից է։ Այստեղ նույնպես հանձնաժողովը պետք է պատրաստ լինի աշխատելու։ Խոսքը վերաբերում է նոր տնտեսական կապերի ձևավորմանը, տրանսպորտային եւ հաղորդակցային հնարավորություններին, օրենսդրական խոչընդոտների բացահայտմանը եւ դրանց լուծմանը, խորհրդարանական համագործակցության հնարավոր գործիքների միջոցով։ Հարգելի գործընկերներ, իմ անցած ճանապարհը, աշխատանքը որպես մարզպետ, կուսակցության աշխատակազմի ղեկավար եւ ազգային ժողովի падգամավոր ինձ տվել է կառավարման, քաղաքական կազմակերպման եւ օրենսդրական աշխատանքի փորձ, որը կարող եմ ծառայեցնել հանձնաժողովի աշխատանքներին։ Ելնելով հանձնաժողովի ոլորտային լայն ընդգրկությունից, առաջիկա 5 տարիների համար անելիքներն իրապես շատ են մի շարք ուղղություններով, նշեմ մի քանիսը։ ԵԱՏՄ շրջանակում առկա խոչընդոտների, բացառումների եւ սահմանափակումների հարցի հետեւողական հասցեագրում, խորհրդարանական գործիքակազմի ընձեռած հնարավորությունների շրջանակներում, ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերի ավելի հավասարակշռված զարգացմանը նպաստում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ղազախստանի եւ մյուս անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի խթանմանը, ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների հետ գործող ազատ առևտրի եւ տնտեսական համագործակցության համաձայնագրի հնարավորությունների ամբողջական օգտագործում, հատկապես Իրանի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սինգապուրի ուղղություններով, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացում եւ Հայաստանի որպես Իրան ԵԱՏՄ տնտեսական կապերի կարևոր
ցամաքային հանգույցի դերի ամրապնդում։ Վրաստանի հետ տնտեսական համագործակցության եւ առևտրաշրջանառության շարունակական զարգացում։ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր նոր փուլերում անհրաժեշտ օրենսդրական եւ խորհրդարանական աշխատանքին պատրաստ լինել եւ այդ հնարավորությունները ծառայեցնել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Եվ վերջապես, խորհրդարանական դիվանագիտության նոր մակարդակի ձևավորում։ Ես հանձնաժողովը պատկերացնում եմ ոչ թե որպես արձագանքող, այլ օրակարգ ձևավորող հանձնաժողով, ոչ թե միայն որպես օրենքներ քննարկող, այլ որպես խնդիրներ բացահայտող եւ լուծումներ առաջարկող կառույց, ոչ թե միայն որպես արտաքին գործընթացներին հետևող մարմին, այլ որպես Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության կարևոր հենասյուն։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ հանձնաժողովի նախագահ լինել նշանակում է ոչ թե պարզապես ստանձնել պաշտոն, այլ ստանձնել կոնկրետ պատասխանատվություն։ Պատրաստ եմ աշխատել ազգային ժողովի բոլոր գործընկերների հետ, անկախ քաղաքական դիրքավորումից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Ակնկալում եմ բոլոր գործընկերների կառուցողական ներգրավվածությունը։ Գիտակցում եմ, որ մեզ սպասում են հաճախ թեժ քննարկումներ, միևնույն ժամանակ վստահ եմ, որ մեր երկրի շահերը պահանջում են խորհրդարանում գուցե թեժ, բայց գործնական եւ բովանդակային դիսկուրսի ծավալում միտված ռազմավարական լուծումներ առաջարկելուն։ Պատրաստ եմ նաեւ շարունակել այն աշխատանքը, որ արդեն իրականացրել է հանձնաժողովի կողմից, բայց միաժամանակ այն բարձրացնել նոր մակարդակի, հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունները։ Մեր առաջիկա տարիների կարևորագույն խնդիրը պետք է լինի խաղաղության հնարավորությունները վերածել զարգացման հնարավորությունների, իսկ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է ակտիվ, նախաձեռնող եւ պրոֆեսիոնալ խորհրդարանական դիվանագիտություն։ Ես պատրաստ եմ իմ աշխատանքային ներուժը ծառայեցնել հենց այդ նպատակին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։